Ողջույն բոլորին, այսօր կաշխատենք սեթին տար ավելացնելը խնդրի վրա։ Առաջադրանքը հետևյալն է։ Նշենք, որ ավելացումը add միջոցով է արվում, ոչ թե append-ը լիստերի համար էր ակտուալ։ Խնդիրը հետևյալն է։ Ունենք մի հատ ինչ-որ տեքստ ABC, ABD։ Մեզ հետաքրքրում է, թե հերթով ամեն մի նոր նիշ երբ որ գալիս է, ինչքան հատ յուրօրինակ նիշ ենք մենք ունենում։ Այսինքն, միանգամից օրինակի վրա ավելի լավ կհասկանանք։ ABC, ABD-ն է եկել։ Սկզբում A նիշը, որ կարդում ենք, ինքը յուրահատուկ նիշ է, այսինքն մի հատ յուրահատուկ նիշ ունենք, տպում ենք 1։ Հետո գալիս է B նիշը։ Այս B նիշը նույնպես յուրահատուկ է, տպում ենք 2։ Գալիս է C-ն, C-ն էլ է յուրահատուկ, տպում ենք 3, գալիս է A-ն։ Այ A-ն արդեն հանդիպել էր։ Այսինքն ինքը յուրահատուկ նիշերի քանակը չի մեծացնում, ինքը էլի տպում ենք 3։ Հետո գալիս է B-ն, էլի կրկին մնում է 3, հետո գալիս է D-ն, D-ն էլ արդեն նոր էլեմենտ է, դարձավ 4։ Սրա նման խնդիր մենք ժամանակին արել ենք, սրա նման նա էր, որ յուրահատուկ անուններն ենք ուզում տպենք, թե քանի հատ յուրահատուկ անուն կա, 5-րդ բաժնի 6-րդ խնդիրներ։ Ստեղ մենք սենց if-երով ենք, այս սխալ վատ լուծում է, սա հեչ, սրան մենք if-երով ենք մոտենում, նայում ենք, որ եթե հավասար չեն, նոր էլեմենտը նախորդներին հավասար չի, եթե այս անուն 5-ը հավասար չի անուն 1 ու հավասար չի անուն 2, հավասար չի անուն 3, հավասար չի անուն 4, այդ դեպքում ավելացնում ենք յուրահատուկ անունների քանակը, այդտենց ինչ-որ մոտեցումով լուծում ենք խնդիրը, ինչը 5 մուտքի դեպքում կուտվեր, յոլա լուծում էր, լավ լուծում չէր, յոլա լուծում էր, կարանք ինչ-որ ձև ցիկլ օգտագործենք, բայց հիմա այս սեթերը մեզ էլեգանտ ձև են տալու, որտեվ սեթի էական մասը նա է, որ իր մեջ չի լինում կրկնօրինակներ։ Այսինքն, եթե մենք գրենք set 1 2 3 3 3 3 3 3, Python-յան հասկանալու որպես ուղղակի set 1 2 3, որտեղ մնացածը որ կրկնօրինակներ են։ Կրկնօրինակները հեռացվում են ավտոմատ։ Ահա։ Դե եկեք set-ից օգտվելով փորձենք ինչ-որ ձև սա անել։ Նախ կարդանք մուտքը։ Ինչ-որ տեքստը հավասար է input։ Հիմա պետքա տեքստի վրա ցիկլ պտտվենք, չէ, հերթով տեքստի էլեմենտներով անցնենք, ասենք for e in text, սա ամեն մի նիշով կգնա։ Հիմա, ինչ կարանք անենք։ Եթե հերթով ամեն ինչ ավելացնենք մի հատ set-ի մեջ, մենք ամեն պահին կունենանք քանի հատ յուրօրինակ էլեմենտ է հանդիպել, որտեղ set-ը կրկնօրինակներ չի պահելու։ Դրա համար կարանք ստեղ գանք ու դատարկ set սարքենք, գրենք s-ը հավասար է set, ստեղ զգուշ ենք լինում, set-ը ճիշտ է այսենց է նշանակվում, բայց այսենց գրելը ինքը set չի նշանակում, ինքը dictionary է ստեղծում դատարկ, ինչը հետո ենք անցնելու։ Ահա, կարանք այսենց գրենք ու կարանք այս մեր set-ին ավելացնենք add գրելով in, append չի add-ը, սրան ուշադիր լինենք։ Եկեք հələ մի հատ ստեղ տպենք ամեն մի իտերացիայից հետո s-ը, տեսնենք թե ինքը ինչ է։ Ինքը մեր մոտ կլինի a, հետո b-a, հետո b-ac, հետո հետարքիր մասը ստեղ է։ Էլի b-ac, որովհետև ստեղ ավելացել է an, որը արդեն ներկա էր բանի մեջ։ Հետո էլի b-ac, b-ac ու հետո b-a-d-c։ Եթե ուշադիր լինենք, այս set-երի երկարությունները, այդ հենց մեր պետք եղած բանն է, հենց մեր յուրօրինակ նիշերի քանակներն է։ Set-ի հետ էլ կարանք հանգիստ len մեթոդը օգտագործենք, այսինքն եթե ստեղ գանք գրենք print ոչ թե s, այլ print len s, վերջ, դրանով խնդիրը կվերջանա։ Նաև կարանք ուշադրի լինենք, որ ինքը մեզ խնդրում է, որ մենք տպենք բանով, իրար կողք, դրա համար եկեք end-ը գրենք ոչ թե հավասար է նոր տողիչնել, այլ հավասար ուղղակի բացատ, ու դրանով արդեն կհանգենք ճիշտ լուծմանը։ Submit-էլ կարանք կտցնենք կանաչի ուրախանանք ու հաջողություն ձեզ։